9-րդ գումարման ազգային ժողովի 2-րդ աշխատանքային օրը խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունն է։ Հաժանախագահի միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Նորընտիր падգամավորների ելույթներն ու հարցադրումները նրա շուրջ են։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Եվ նաև կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Ուժեղ Հայաստանից Արեգ Հովսեփյանը երկրի գլխավոր ամբիոնից ելույթը սկսում է հարազատ բարբառով։ Հիշեցնում է Ռուբինյանին իր հայտարարությունները խաղաղության վերաբերյալ։ Սիրելի արցախցիներ, մռավասարեն նման պնդկացիկ, մունք մեր հայրենիքում նանք, վեշիմպեն մորացվալչի ու վեշիմպեն ներվալչի։ Ռուբինյանն իր եզրափակիչ ելույթում ավելի շատ հակադարձում է ընդդիմության մեղադրանքներին, կապված իր ազգականների, խորհրդարանում եւ բանկային ոլորտում զբաղեցրած պաշտոնների հետ։ Երկրորդ օրն է եւ այս նիստերի նկարահանումների ժամանակ ոչ մի падգամավոր դեռ չի տուժել եւ դա ողջունելի է։ Բայց պետք է ասեմ, որ եղել են բացառություններ։ Օրինակ, երբ որ ես ասում եմ, չէ, ֆունդամենտալ պրոբլեմը ո՞րն է ցածր որակի խորհրդարանական։ Ես ասում եմ, ֆունդամենտալ պրոբլեմը ըստ իս այն է, որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները կամ չի ընդունում ժողովրդի ընտրությունը։ Հիմա տարօրինակ զուգադիպությամբ, պարոն Կարապետյան, ձեր խմբակցության անդամներից մեկը, նույն այն անդամը, որը 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը անվանում էր թուրք-ադրբեջանական, էլ եկավ այս ամբիոնից, ասաց, որ Հայաստանում կառավարության ղեկավարին Ադրբեջանն է նշանակել, ազգային ժողովի ղեկավարին էլ ուզում է Թուրքիան նշանակի։ Այսինքն սա իմ հանդեպ չի, վիրավորանք։ Սա վիրավորանք է այն 720,000 քաղաքացիների հանդեպ, որոնք քվեարկել են քաղաքացիական պայմանագրին եւ հետեւաբար մանդատ են տվել քաղաքացիական պայմանագրին նշանակել վարչապետ եւ ընտրել ազգային ժողովի նախագահ։ Չեմ առաջարկել «Ребята, давайте жить дружно». Ես առաջարկել եմ լինել «Ребята, давайте быть բարեկիրթ»։ Քվեարկության ընթացքը սակայն հարթ չի անցնում ազգային ժողովի միջանցքում։ Մեսրոպ Մանուկյանն նահազանգում է, քվեարկությունն ընտրախախտումով է տեղի ունենում։ Այսօր առանց ազգային ժողովի անդամների սկսել են քվեարկությունը։ Արդյունքում Ռուբեն Ռուբինյանը 63 ձայնով ընտրվում է ազգային ժողովի նախագահ։ Հաջորդ փուլում նախագահի տեղակալների ընտրությունն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Հայկ Կոնջորյանի եւ Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։ Ուժեղ Հայաստանի թեկնածուն Արամ Վարդևանյանն է։ Ամբիոնի մոտ առայժմ Հայկ Կոնջորյանն է։ Օրեր առաջ Ազատության հրապարակած հայփոստի վերաբերյալ սկանդալային հետաքննությունը դարձել է թոփ թեմա։ Հայփոստի տնօրենի պաշտոնում կնոջ աշխատավարձը ամսական 3.6 միլիոն դրամ է։ Հաստատեց սա ու հայտարարեց Շուշան Ալեքսանյանն այդ պաշտոնին հասել է մրցույթով։ Իմ կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը։ Ընդդիմադիրները հիշեցնում են, հայփոստը պետությանը ոչինչ չի փոխանցել եւ ըստ հրապարակման վնասով է աշխատել։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։